Շարունակում է կենտրոնի առավոտը հեռուստադիտողներ մայիսի 1-ից մեկնարկել է եւ մինչեւ հունիսի 7-ը Երևանում տեղի կունենա Երևանի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջը սիրո երգերով Երևանում խորագրով իր ձևաչափի մեջ նախադեպ ունեցող երաժշտական նախագիծ։ Նախագիծը կավարտվի համերգային ծրագրով եւ նկարների ցուցահանդեսով Հայաստանի նկարիչների միության ցուցասրահներից մեկում։ Նախագծի մասին կպատմեն մեր հյուրերը։ Մեր հյուրերն են Երևանի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի երաժշտության ամբիոնի վարիչ Մարիամ Հովհաննիսյանը, երգեցողություն մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Լարիսա Պետրոսյանը եւ 3-րդ կուրսի ուսանող Միքայել Նահապետյանը։ Բարի լույս։ Լավ եք։ Լավ ենք։ Դե պատմեք։ Աստորեն արդեն մեկնարկել է եւ ինչ է տեղի ունենալու։ Ինչ է ակնկալում։ Արդեն տեղի ունենում է։ Ընթացքի մեջ եք։ Ընթացքի մեջ ենք, այո։ Առաջարկը եղավ Դարի Ղողանջը բարեգործական հիմնադրամի կողմից։ Ում? Դարի Ղողանջ։ Դարի Ղողանջ։ Այո, մենք սիրով համաձայնեցինք, որովհետև մշտապես փնտրում ենք հնարավոր ծրագրեր եւ համերգային պրոյեկտներ տարբեր մեր ուսանողների գործունեությունը հնարավորինս հանրայնացնելու եւ նաեւ հանրությանը ներկայացնելու լավ մշակույթ։ Եվ երեխեքի հետ, մեր ուսանողների հետ, իրենք էլ այդպես շատ պատրաստական եւ սիրով են բոլոր ծրագրերին մասնակցում, ընտրեցինք երգացանք համապատասխան, բնականաբար սկզբից շատ տարօրինակ էր մեզ համար էլ, ֆորմատը անսովոր էր, որովհետեւ ոչ մեկ նման բան չէր արել, չենք պատկերացնում ինչպես պիտի երեխեքը նոր այդ ձևաչափով ավտոբուսի մեջ երգելով շրջան քաղաքում մեկ, բայց շատ լավ արձագանքներ եւ ջերմ ընդունելություն հենց առաջին իսկ օրվանից մենք ավելի ոգևորվեցինք։ Ավտոբուսի մեջ երգելով ում համար են երգում ավտոբուսի մեջ։ Եվ ուղևորների, եւ դրսի մարդկանց համար։ Այսինքն պայմանական քաղաքի ցանկացած ավտոբուսի մեջ դա կարող է լինել։ Չէ, ունենք հատուկ ավտոբուս, մեզ տրամադրված երկհարկանի ավտոբուս, երկրորդ հարկը բաց է, այսինքն վերևում, եւ դրսից տեսնում են եւ լսում են մեզ։ Եվ ուղևորները, եւ դրսի մարդիկ բոլորը, այսինքն մասնակցում են մեր համերգային ծրագրին։ Ինչ երգերի մասին է խոսքը։ Երգում ենք հայ կոմպոզիտորական երգեր, Երևանի մասին երգեր, սիրո երգեր, ջազ էստրադային երգեր, շատ տարբեր, Ազնավուր շատ ենք երգում, բնականաբար։ Իրենք բոլորը Ազնավուրյան ծրագրի շատ ակտիվ մասնակիցներ են եւ Ազնավուրյան երգերի կրողը, այսպես ասեմ։ Դե պատմեք, ոնց ընդունվեց այս ամեն ինչը եւ ինչ էմոցիաներ ունեք։ Ընդհանուր շատ հետաքրքիր է անցնում, որ օրինակ գնում է ավտոբուսը ու կողքից ժողովուրդը տեսնում, ուրախանում։ Օրինակ կարող եմ սենց ասեմ, մի հատ տատիկ կա ծերանոցից է գալիս, ինքը անընդհատ գալիս է, խոսում ենք մենք իրար հետ, ասում է ես այդ ժամին եմ սպասում, որ անընդհատ գամ, ոնց որ իր օրվա մեջ ամենահետաքրքիր պահն է էլի լինում, տենց արդեն շատ գեղեցիկ բան է էլի լինում։ Ինչ որ տեղեկություն կա, որ ավտոբուսը այս ժամին Ավտոբուսը ամեն օր ժամը 15-ից 17 կաց հատվածում շարժում են կենտրոնից, Բաղրամյանի սկզբից հենց կենտրոնական մասերով, հետո արդեն քաղաքի նաև ծայրամասեր ենք հասնում, մոտ 2 ժամ շրջում ենք։ Իսկ ով կարող է ավտոբուսի ներսում։ Բարեգործական բնույթ է կրում, ոչ մի եւ կրթական ուսումնական նշանակություն ունի սա, նաև հանրությանը մեր քոլեջի գործունեության մասին շատ ավելի մասշտաբային տեղեկացնելու համար։ Չնայած որ տեղյակ են, բայց ամեն դեպքում այս մասշտաբի ոչ մի ուսումնական հաստատություն ձեռք չէր արել նման բան։ Հնարավորինս մեր մասին շատ լսելու։ Քանի հոգի են մասնակիցները։ Մասնակցում են եւ գործիքային բաժնի ուսանողներ, այսինքն լինում են եւ գործիքային նվագակցությամբ կատարումներ եւ երգեցողության բաժնից մոտ 15 ուսանող են ընդգրկված, բայց գնալով ընդլայնվում ենք, շատանում են ուսանողները եւ ցանկություն հայտնողները, որ սկզբից անսովոր էր, երեխեքի համար էլ է շատ անսովոր, ինչպես են երգելու կենթանի կատարումներ, միանգամից ավտոբուսի մեջ, ավտոբուսը շարժվում է երթևեկության մեջ, երեխեքը երգում են ընթացքում, իրանց համար էլ անսովոր, բայց հիմա գնալով ուսանողները անընդհատ ակտիվանում են եւ բոլորն են ցանկանում մասնակցել արդեն։ Սկզբում ընտրել էինք հարմար երգացանկով, ակտիվ, այսինքն որոշակի առումով բեմական գործունեությանը սովոր երեխեքին վարպետացած, բայց հիմա արդեն ընդլայնվում ենք։
Բոլոր ուսանողներն են ցանկանում, անգամ առաջի կուրսի երեխեքը մոտենում են, կարելի է մենք է մասնակցենք, ասում են պատրաստ ես, այդ դժվար է հնարավորինս, այսինքն ոնց որ փորձություն լինի իրենց համար։ Ճանապարհները շատ լավն են, դժվար է իհարկե։ Հա, բացի ճանապարհն է, տեխնիկական մասը նաև ժողովրդի արձագանքի ջերմընդունելությունը, նաև իրանց ողջուն, նաև ավտոբուսի ժողովրդի համար եւ դրսի ժողովրդի համար են երգում անընդհատ։ Ողջունում են, շատ լավ հաղորդակցում են։ Բայց անձրևներին ինչ եք անելու։ Անձրևներն էլ են երգում։ Ոչ մի եղանակային փոփոխություն մեզ չի խոչընդոտում, անձրևին էլ են երգում։ Ունենք մշտական ուղևորներ, ինչպես նշեց Միքայելը, գալիս են միշտ, բայց ամեն օր ունենք տարբեր համագործակցում ենք դպրոցների հետ, ուսումնական հաստատությունների հետ։ Գալիս են երեխաներ, տարբեր դպրոցներից, ուսումնական հաստատություններից, մեր ավտոբուս միշտ լիք։ Ես այս հարցը չեմ կարող չտալ, քանի որ մեր քաղաքում ճաշակով մեքենավարողները շատ են, լինում է, որ ասենք ավտոբուսով, չգիտեմ, անձնավոր եք երգում, մեկը վարդեն վերել պարտեզից երգում։ Մեր երաժշտությունը այնքան բարձր է, ճիշտն ասած, մեր երաժշտությունը բավականին բարձր է։ Այո, լավ։ Ու խանգարում է, ու անընդհատ ավտոբուսի հետևից գալիս ես, ու ես էլ եմ երգում, չէ՞։ Բոլոր երիտասարդների չստացված սիրո մղկուտը։ Գիտեմ, եթե ես կենտրոնում եմ, ով ինչ դեպրեսիայի մեջ է, ով ոնց է ապրում այդ դեպրեսիան, ում են ոնց մերժել։ Մի օր առաջ երեկոյան ոնց են մերժեցին, ու դա որպես կանոն անպայման պիտի գնա մինչև վերջին քրքրոցը։ Մինչև մեռնի էլի։ Ու մենք քրքրվում ենք բոլորս իր հետ միասին։ Մենք ու մերժեն ով գնա սանատորիա։ Հետաքրքիր էր, որ նախորդ անգամ դե Դավին գիտես սաքսոֆոն։ Հա, ոչ գիտեմ։ Նվագում, գիտես ինչ երաժշտություն է նվագում։ Ու վերջերս մի հետաքրքիր սրճարանում էր նվագում, որտեղ էլի ես էի, դե բաց էր պատշգամբը, եւ բնականաբար նաեւ այդ պատշգամբի տակ տեսնում ես ընդամենը երկրորդ հարկի ինչ մեքենաներ են անցնում, ու սենց երկու իրարամերժ իրականություն է, սենց զուգորդվում էլի, նայում ես մեկը, ու անպայման այդ պիտի լինի Դավը եւ մերժված է։ Չգիտեմ, հա, Դավի այդ գեղեցիկ ռոմանտիկ երաժշտությունը եւ տակը ինչ որ մեկը մկկում է, դա տենց քրքրվում է, տենց ինքը տենց վատ է ամեն ինչ էս կյանքում։ Էլ Դե որ ինձ մոտ վատ է, բոլորիդ մոտ պետք է վատը լինի։ Մենք բոլորս պիտի իմանանք ոնց են իրեն մերժել։ Իրականում այս ինչի ասացի, որովհետև ինձ հետաքրքիր է թե ձեզ երաժշտության որ ոչն է հոգեհարազատ որպես երիտասարդ եւ մոտավորապես օրինակ ունեք ընկերներ, ովքեր ասես ձեր հետ կարող են լավ ընկեր լինել, բայց իրանք այնց մղկուտն են սիրում։ Ոնց թե։ Ես ցանկացած երաժշտություն լսում ընդունում եմ։ Այս ցանկացած երաժշտության որակով հատված է։ Հա։ Դենտեղ որակով հատված չկա ինձ թվում է։ Դե չենք դատում։ Որակով մենակ այդ դինամիկներն ա որ շատ բարձր է հնչում։ Եթե մարդ ինքն իր համար է լսում, փորձում եմ չդատել, բայց երբ որ արդեն խանգարում է շրջակայքում գտնվողներին, ահա երևույթ է։ Դուք ինչ ոճի մեջ եք երգում։ Ես հիմնական ջազային երգեր եմ երգում, բայց չեմ սիրում սահմանափակել միայն ջազ։ Ամեն ինչ փորձում եմ։ Այսինքն ազգային ժողովրդական ջազային մոտեցումներով։ Հա, տենց էքսպերիմենտ ունեք, կներկայացնեք մի տարբերակ։ Ճիշտ ասած, դա ավելի հարմար կլինի գործիքավորման, բայց կփորձեմ։ Լավ, դե ոչինչ, բայց մենք բան ենք, վայելում ենք ձեր ուղակի կենթանի կատարումը։ Շատ լավ։ Ալերեսը տալայե, բացված կար մի լալայե, ալերեսը տալայե, բացված կար մի լալայե, նայված կծիրուն տղա գլխիս դարդու բաբու բալայե, նայված կծիրուն տղա գլխիս դարդու բաբու բալայե, եղնիկի պես ծուր մի աշե սիրուն ջան, ջահել եմ կյանքս մի մաշե, սիրուն ջան։ Լավն է, ես չէի լսել։ Դու ինչի։ Ես ո՞նց եք այնց միքսել, չգիտեմ։ Սա իրականում իմ մտահղացումը չի, սա Տաթևիկ Հովհաննիսյանի մշակումն է, բայց ինչ որ չափով ես էլ փորձել եմ իմ մոտեցմամբ։ Ո՞նց են առհասարակ նայում սրան, հատկապես ավագ սերունդի ներկայացուցիչները ընդունում են։ Կան մարդիկ, ովքեր ողջունում են, բավականին լավ են ընդունում, կան նաև որ ազգային երաժշտությունը չպետք է գտնել, ազգայինը պետք է մնա ազգային, բայց դե Էլի ազգայինը պետք է մնա ազգային, բայց ես սիրում եմ, որ երիտասարդները էքսպերիմենտներ են իրականացնում, մանավանդ ջազային մոտեցումները, ինչ շատ է դուր գալիս, դու էլ ես երգելու, ուրիշ տարբերակ չկա։ Ելեք ես ոչի մեջ։ Չէ, ես իմ հիմքը ժողովրդականն է, ես ժողովրդական երգն եմ երգում եւ փորձում իմ չափով ներկայացնել։ Տենց
Բոլոր ժանրերը սիրում եմ, բացի ռոքից։ Ռոքը չեմ սիրում։ Ինչ։ Հա։ Մի հոգի թող սիրի ռոք, ինչ։ Մի հոգի, մենք երկուսս ենք, ես այդ վաղուց եմ ասում։ Ես սիրում եմ ռոք, բայց այն ֆանատներից չեմ։ Չէ, ծանր ռոք որ լսում եմ, ագրեսիվ եմ դառնում։ Ծանր ռաբիզն ու ծանր ռոքից ագրեսիվ է դարձնում դրա համար։ Չէ, ծանր ռոք չէ, բայց մելոդիկ ռոք կա, որ իրականում ինքը շատ հաճելի է ու լսվում է։ Խնդրեմ։ Հայ կոմպոզիտորական երգեր եմ երգում, շատ եմ սիրում։ Դե ասացի, որ հիմքը ժողովրդականն է իմ, բայց շատ եմ էլի սիրում ուրիշ տեսակի երաժշտություններ, ջազը, տարբեր փոփ, ինչ երգես մեզ համար։ Մի փոքր հատված։ Եկա փորձեմ ժողովրդական երգ երգել, հորովել կերգեմ։ Վարվարարա Ակո Սարա Եզո Շնորհակալություն։ Ես մասնես լսում եի ու հիշեցի էլի շատ երգեր, մտածում եմ այդ տղաներին, որ ասում ես ռաբիս։ Ուզում եմ ասել, ազգային երաժշտության տակ էլ է կարելի հանգիստ քրքրվել ժողովուրդ, ինչ չեք փորձում էլի։ Շատ են քրքրվում։ Շատ են քրքրվում։ Այնտեղ շատ են քրքրվում։ Ըստ գետպես պետք է մտածել լինի, բան լինի։ Այնտեղ պետք է տենց բառեր լինի, որը որ տենց կապնում է, բայց ինչ որ մի բան չկա։ Չէ, կա մեկ-մեկ դες լսվում է։ Լա 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 չի սա, նա լա լա լա։ Այդ չի հիմնականում դեռ բառ։ Ատանաշեն բառ լիներ, ասեի։ Դե հորովելից հետո չի կարելի քննարկել սա զվարը։ Չի ուզում ասել սրա տակ մղկտացեք, ստացվում է կարակ։ Ավելի լավ չի ճաշակով մի բանի տակ մղկտակ, մենք էլ որ լսենք, մենք չենք քայքայվի էլի։ Ես արդեն ուզում եմ հասկանամ ավտոբուսը որ կոմոպա գնում, որտեղ բռնում ես այդ ավտոբուսը։ Բայց շատ հուզիչ էր ծերանոցի տատիկի մասնակցությունը պարբերաբար, որովհետև դե վստահ եմ նրա առօրյան շատ բաներով չի կարող ամփոփված լինել եւ երբ որ մարդը գտել է մի հոգեհարազատ տեղ, որտեղ մի քանի ժամ ինքը մշակույթի գուցե միայնությունից դուրս միջավայրում է, այդ շատ հուզիչ է։ Ոչ միայն տատիկը, բոլոր ուղևորները, ովքեր որ նստում են, եւ նաեւ դրսի մարդիկ, թեկուզ այդ մի քանի վայրկյաններ ասեմ ավելին համերգը հիմա համերգը այսօր չի։ Դրսում մարդիկ այնքան ջերմ են արձագանքում, այդ մի քանի վայրկյան որ անցնում են այս մոտով ավտոբուսը, նստած են, ասենք սրճարանում, անտարբեր հայացքով մեկը միանգամից պայծառանում են, ջերմ ողջունում են, պարում են այդ մի քանի վայրկյանը, երգում են մեզ հետ, ոչ մեկ, բացառապես ոչ մեկ անտարբեր չի անցնում։ Դրա կողքով այո, անտարբեր հնարավոր չի անցնում։ Դե երբ որ ինչ-որ լավ բան ես անում, բնականաբար դրա գնահատականը ես միշտ ասել եմ պարադոքս է սա, բայց մեր ժողովուրդը, մեր հայրենակիցները հետաքրքիր երկու կողմ ունեն իրենք։ Այն շատ լավին են հրաշալի ձևով արձագանքում։ Ես էլ եմ, այս պրոյեկտի ընթացքում եմ շնորհակալություն վատին էլ է հետաքրքիր արձագանքում, բայց ինքը որ վատին արձագանքում է, նու ես իմ սուբյեկտիվ կարծիքով եմ ասում վատին, չնայած դրա մեջ օբյեկտիվություն կա,
ինքը երբ որ հորովել է լսում է, իսկույն ոտքի է կանգնում եւ իր համար շատ հուզիչ ու շատ, բայց այդ ողնաշարային հիշողությունը իրան տանում է դեռ շատ հեռուներ, որտեղից որ ինքը եկել է։ Դրա համար սա պարադոքս է, բայց նաեւ սա շատ ուրախալի փաստ է։ Ինձ թվում է նմանատիպ հետաքրքիր պրոյեկտները նաեւ իրանք կրթական են։ Ես այսպես եմ, ուսուցողական են, կրթական են, դասարակչական են, որովհետեւ ինչքան ուզում ենք խոսանք, էլի մեր են հայրենակիցներից, ովքեր որ կարող է մի քիչ ներվայնացնում են, մեր նյարդայնացնում են, ասենք, չգիտեմ, մեքենայից անորակ երաժշտություն հնչեցնելով, բայց համոզված եմ, բայց իրանք էլ են լսում եւ ինչ որ մի օր կարող է եւ ինքը հասկանա, որ կա այլընտրանք, ինչի՞ չէ։ Ես հուսով եմ։ Բարձր բան մատուցի։ Այո, դրա համար նմանատիպ միջոցառումները գալիս են մարդկանց կրթելու, ուսուցանելու, մի քիչ փոխելու, մի քիչ տրամադրությունները բարձրացնելու։ Համոզված եմ, որ այն տղեն, որ երեկոյան մերժվել էր կամ այն աղջիկով երեկոյան խնդիրներ ունեցել, ավտոբուսը որ անցնում է, այդ պահին ինչ որ մի քանի վայրկյան կամ մի քանի րոպե ինչ որ տրամադրության բարձրացում ա լինում, որովհետև գույն է ինչ որ անցնում, հետաքրքիր գույն ու հետաքրքիր։ Ես հիմա այսպես նայում եմ մեր մշակութային ամենատարբեր իրադարձություններին, որոնք արդեն ունեն լուսաբանելու։ Եվ ես հավատացնում եմ, երևի թե շատ երկրներ կերազեին ամեն օր տեսնել իրենց երկրում այսքան ակտիվ մշակութային ճաշակով իրադարձություններ։ Ես ազնվորեն եմ ասում, այսպեսի բան չկա։ Զբոսաշրջիկներն են շատ ջերմ, հյուրեր են ունենում ավտոբուսին։ Որքան որ ես արդեն ունեցել շրջագայելու, լսելու մարդկանց, ովքեր շատ մարդիկ են ապրում, որ չկա այնտեղ այսքան ակտիվ մշակութային իրադարձություն։ Ամռան ընթացքում կան երկրներ, որտեղ կարող է իրենց հրապարակում 2 անգամ հնչի դասական երաժշտություն միայն ու վсё։ Դասական։ Այսինքն չկա այնտեղ ինչ-որ մշակույթ առանձնահատուկ իրենց ֆոլկլորը ենթադրենք եւ այլն։ Դասական, դա էլ շնորհակալ եղեք, որ անում ենք։ Անգամ թատրոնների ակտիվություն այսքան շատ չկա։ Եվ ես հիմա որ տեսնում եմ ինչ է կատարվում մեր շուրջ, սկսած թատրոններից, պրեմիերաներից, ոչ միայն թատրոն ներկայացում կա թատրոնում, այլ պրեմիերաներ են անընդհատ։ Սկսած համերգային ծրագրերից, ջազային համերգներից, դասական երաժշտության երեկոներ, գրեթե ամեն օրվա տարբերակները, որոնք մենք ունենք, ամեն օր։ Դուք կարող եք շատ բաներ տեղյակ չեք, որովհետև ամեն մեկը իր գործի մեջ է մխրճված, բայց մենք որպես լուսաբանող առավոտյան, մենք ամեն օրվա գրաֆիկով մենք գիտենք ինչ է Երևանում եւ առհասարակ Հայաստանի Հանրապետությունում կատարում, սա ֆանտաստիկ է։ Սա ֆանտաստիկ է։ Չկա մի օր, որ դու կարող ես մտածես որ գնաս ու ձանձրանաս, մշակութային իրադարձությունները շատ։ Այ դրանից է որ չեն գնահատում։ Երևի շատ է դրա համար, որովհետև պիտի ամիսը 1 չէ, 3 ամիսը 1 տեսնեին։ Ես վստահ եմ իրար տենց կոտորելով կգնային։ Մենք անընդհատ դուք ասացիք պարտավոր չի ինքը ճաշակ ունենալ, իրականում արտիստներն են ճաշակ թելադրում, որի հետ միշտ համաձայն ենք եղել։ Գրողը գալիս է իր գրականությամբ, այդ ճաշակը թելադրելու դերասանը իր հերթին, երգիչը իր հերթին։ Բայց խնդիրն այն է, որ մենք այնքան ենք ուզում երևի թե փրկել մեզ այս ճիրաններից, մենք անընդհատ են շռայլորեն բաշխում ենք, ամեն մեկ իր հերթին չի զլանում, մի բան անի իր գործի մեջ, որպեսզի, չգիտեմ, տարածի։ Հայկական երաժշտությունը, ժողովրդականը, ազգայինը, գուսանական երաժշտությունը, երգերը, որոնց մասին էլի արդեն ունենում խոսելու, հայկական պարը, համերգներ են, փառատոններ են, ջազ փառատոն է, պարային փառատոն է, չգիտեմ ինչի փառատոն է, ծաղիկների փառատոն է համերգային ծրագրերով ու նայում ես ասում ես լավ, այսքան իրադարձություն փոքր երկրում ու մայրաքաղաքում է։ Այսինքն մայրաքաղաքներն մեր բավական փոքր է, մենք այնպես չի էլի որ շատ նենց բանում մեգապոլիսում ենք ապրում, մեր մայրաքաղաքը մայրաքաղաք է։ Այսքան բան ենք մի բուր։ Եվ ինչ որ առումով երևի երես ենք առել բոլորս, որ տենց շուրջ բոլորը այցած մշակութային իրադարձություններ են։ Արժեքը չենք սկսում գնահատել։ Բայց այստեղ մենք նաև շատ կարևոր հարց եք լուծում, որովհետև ճիշտ է միջոցառումները շատ են, բայց այստեղ նաև կարևոր է մատուցման ձևը։ Մատուցման ձևը։ Դե բնականաբար դասական երաժշտություն պետք է լսես կամ բացօթյա հրաշալի մի շատ գեղեցիկ տարածքում կամ պետք է համապատասխան վայրում լսես։ Բայց մատուցման ձևն էլ է շատ կարևոր, եթե դու ուզում ես ինչ-որ մի բան փրկես, եթե դու ուզում ես ուսուցանես, եթե դու ուզում ես կոպիտ ասած եմ որ դուք չեք գալիս, մենք ենք գալիս, այս տարբերակով աշխատել, իրականում ինչ շատ դուր եկավ մատուցման ձևը։ Փողոցում անգամ լսվի լավ երաժշտություն։ Հուսով եմ ինքը շարունակական բնույթ կունենա։ Հուսով ենք։ Մենք մի ամիս երկարատև էր պրոյեկտը, աշխատատար նաև, բայց մի ամսվա շրջանակներում դեռ մինչև հունիսի 7-ը մենք քաղաքում ենք։
Դե հետագայում էլ պետք է դա շարունակական բնույթ ունենա, չգիտեմ, տարեկան 1 ամիս կլինի, թե 2 տարի, թե տարեկան 6 ամիս կլինի, ու պարտադիր չի, որ մենակ դուք լինեք։ Սայստովը նաև լավ օրինակ է մնացած բոլորին։ Մեզ մարզերից էին շատ գրում, մեկնաբանություններ։ Չեք ուզում ավտոբուս, ինչ է։ Ավտոբուսով մեկնեք մարզեր։ Մեկնեք մարզեր։ Գրում էին շատ, որ համեցեք նաև մարզեր։ Կարելի է մտածել այդ ուղղությամբ, որովհետև իրականում ինչքան էլ որ ասենք խնդիրը կա, խնդիրը Երևանում էլ շատ կա, բայց մարզերում երևի կրկնակի երակի անգամ ավելի շատ է։ Նմանատիպ միջոցառումները, չգիտեմ, 3 օր մի մարզում, 3 օր մի մարզում, համ ձեզ համար հետաքրքիր կլինի։ Մենք հնարավոր բոլոր ծրագրերը եւ պրոյեկտները իրականացնում ենք, նաեւ համագործակցությունները ուսանողներին ավելի լայն շրջանակի հետ հանրայնացնելու համար։ Փորձում ենք։ Իրենք բազմաթիվ մրցույթների, տարբեր ծրագրերի մասնակիցներ են եւ շարունակական մշտական է դա քոլեջում։ Ընտիր։ Մենք հաջողություն ենք մաղթում։ Շնորհակալ ենք շատ։ Նաև շնորհակալ ենք մեզ աջակցողներին այս ծրագիրը իրականացնելու համար, որովհետեւ ծրագիրը կոմերցիոն բնույթ չի կրում, բարեգործական է, բայց առանց ֆինանսական աջակցության հնարավոր չէ իրականացնել։ Շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր որ մեր կողքին են, մեզ հետ են աջակցում են։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալ ենք, որ շնորհակալություն։ Հաջողություն, սիրելի հեռուստադիտողներ, գովազդներ եթերում։